Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Ինչպես է Հայաստանը դիմակայում ռուսական սահմանափակումներին, կառավարությունը հստակ քայլեր է նշել։ Ինչ փոփոխություններ են սպասվում կառավարության կազմում։ Հայաստանից Ռուսաստան արտագաղթն այլևս զանգվածային բնույթ չունի։ Վարժական հավաքներ, ծառայություն հայրենիքին, թե պատժի գործիք։ Գդանսկում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովը։ Ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանը տարբեր ուղղություններով դիվերսիֆիկացիա է իրականացնում։ Կառավարության այսօրվա նիստին արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Եվրոպայից մինչև արաբական երկրներ հետաքրքրված են հայկական արտադրանքով։ Հայկական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առմամբ, բայց մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների եւ նաեւ ծաղիկների համար այս նոր շուկաների փնտրտուքը իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ տեղերում, կարող եմ Եվրոպական միության շուկան նշել, կարող եմ կենտրոնական Ասիան նշել եւ արաբական երկրներ, ասենք օրինակ Իրաքը եւ նաեւ անմիջական հարևանները, Թուրքիան օրինակ նաեւ իր ողջ այդ բաներով գործող սահմանափակումներով հանդերձ, որոշ դեպքերում, ինչպես պարոն Պապոյանը նշեց, արդեն այսպես փորձնական եւ գուցե նաեւ հետագայի պոտենցիալով առաքումներ արվում են, արտանում արվում է, որոշ դեպքերում առաջիկա օրերին շաբաթներին կտեսնենք, չեմ կարող թաքցնել եւ իմաստել չունի առանձին ուղղություններով, քանի որ նոր են այդ շուկաները եւ կոնտակտները, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք օգնել նաեւ բիզնեսներին եւ բիզնեսների ծանոթացնել։ Չնայած արտահանման աշխարհագրության ընդլայնումների մասին նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Գևորգ Պապոյանի հայտարարություններին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտեց. հիմնական նպատակն այն պետք է լինի, որ արտադրություններն իրենց արտադրական ցիկլից չընկնեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ ակտիվ աշխատանքը շարունակվելու է, բայց ըստ նրա Եվրասիական տնտեսական միությունը պետք է հստակեցնի, ինքը կա, թե չկա։ Մեր հիմնական նպատակը նա է, որ այդ արտադրությունները իրենց արտադրական ցիկլից չընկնեն, որովհետև հետո դա վերականգնելը, վերսկսելը էլի ունի բարդություններ։ Եվրասիական տնտեսական միության հետ մենք շատ սերտ եւ ակտիվ աշխատում ենք եւ այդ աշխատանքը կշարունակենք, որովհետև մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ որ մի անշրջելի բան է տեղի ունեցել եւ մենք հիմա պետքա այսպես ասած այն ուղղությամբ չնայենք, ոչ շատ ակտիվ աշխատելու ենք եւ համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետեւ եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն համարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Հետևեք ՎՏ Հայաստան Նյուզին Facebook-ում եւ YouTube-ում եւ եղեք տեղեկացված։ Արդյոք կառավարության կազմում կլինեն փոփոխություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ նախարարների կազմում փոփոխություններ չի նախատեսում, բայց այլ մակարդակներում փոփոխություններ անելու մասին մտածում է։ Ես հայտարարություն եմ տարածել, որով հրավիրում եմ աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին ներառվելու կառավարության կադրային բանկում։ Իհարկե պատահականություն չէ, որ հենց այս ժամանակաշրջանում եմ այդ հայտարարությունը տարածել, որովհետև մենք դեռ ունենք ըստ էության ավելի քան 1 ամիս, համարյա 2 ամիս ժամանակ կառավարության եւ նրա ինստիտուտների ձևավորման շուրջ մտածելու։ Հայաստանի կառավարությունը նոր բարեփոխում է պատրաստում։ Հայտարարագիր լրացնող քաղաքացիները կկարողանան նվիրատվություն կատարել 3 սուբյեկտի՝ կուսակցության, զանգվածային լրատվամիջոցի եւ հասարակական կազմակերպության։ Խոսքը շուրջ 70 միլիարդ դրամի մասին է սոցիալական կրեդիտները, այսինքն իրանց սոցիալական կրեդիտներից որոշակի սահմանափակումներով իհարկե մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել կուսակցություններին, լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին։
Այո, դրվելու է, ռեեստրը լինելու, ասենք մարդը դուք որ լրատվամիջոցից եք, իրականում եմ։ Ասենք մարդը երբ որ համընդհանուր հայտարարագիրը լրացնի եւ սոցիալական կրեդիտները ստանալու փուլում ինքը կարող է ընտրել, որ ենթադրում ենք կա առաջարկ, որ 1000 դրամ լինի սկզբնական շրջան, որտեղ շատ մեծ թվով մարդկանց մասին է, ասենք օրինակ, եթե 1000 կարա միանգամից 1000 դրամ նվիրի այսինչ լրատվամիջոցին, 1000 դրամ այսինչ կուսակցությանը, 1000 դրամ այսինչ հասարակական կազմակերպությանը։ Հայաստանից Ռուսաստան արտագաղթն այլևս զանգվածային բնույթ չունի։ Ըստ փորձագետների, եթե նախկինում մարդիկ Ռուսաստան էին մեկնում օրինակ 5-ից 10 տարով, հիմա մեկնում են սեզոնային աշխատանքի 6-ից 12 ամսով։ Թեմային իմ գործընկեր Քրիստինե Ոսկանյանն է անդրադարձել։ Իմ հետևում մարդիկ հրաժեշտ են տալիս միմյանց։ Մեկը մեկնում է 2 ամսով, մեկը հնարավոր է երբեք էլ չվերադառնա։ Զվարթնոցի այս դահլիճը Հայաստանի ամենաազնիվ հայելին է։ Բայց հարցը մնում է մեկը՝ ինչու են մեկնում։ Ինչու են մեկնում եւ ինչու հենց Ռուսաստանի Դաշնություն։ Այս երբեմն շատ հասարակ թվացող հարցի պատասխանը շատ խորքային է։ Պատճառները տարբեր են։ Աշխատանքի փնտրտուրքից մինչև սեփական տուն վերադարձը։ Այնտեղից ենք եկել, մենք համենտեղ ենք ապրում, համեստեղ։ Ես վաղուց եմ այնտեղ ապրում, այստեղ էլ է շատ լավ, այնտեղ էլ է շատ լավ։ Վաղուց են այնտեղ ապրում։ Այո, շատ։ Դե ապրում են հանգիստ, ավելի հանգիստ։ Չնայած ես էլ եմ այնտեղ ապրել, հիմա տեղափոխվել եմ այստեղ։ Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ դեպի Ռուսաստանի Դաշնություն օդանավ է բարձրանում, իր հետ տանելով մեկ կտոր Հայաստան, իր երազանքներով, հույզերով ու հիասթափություններով։ Օդանավակայանում Ռուսաստանի Դաշնություն մեկնող մարդկանց այս երբեմն անվերջ թվացող հերթերը խիստ տարբերվում են մնացածից։ Սա աշխատանքային միգրացիա է թե արտագաղթ, դժվարանում են ասել մասնագետները, բայց վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ աշխատող ժամանակավոր ապրում է Ռուսաստանում։ Ինչու է Ռուսաստանի Դաշնությունը նախընտրելի։ Ընդհանուր ԵԱՏՄ տարածությունն է, որտեղ դու ավելի հեշտ ես անցնում անձնագրային այդ վերահսկողությունը, վիզայի կարիքը չես ունեցել եւ այլն։ Այդ ամբողջը ռուսերեն լեզվով հաղորդակցվելն է հեշտ։ Դու կարողանում ես ընկալվել այդտեղ adekvat։ Բոլորը գիտեն, թե Հայը եւ Հայաստանը ինչ են։ Ըստ միգրացիայի եւ վիճակագրության տվյալների, եթե 2000-ականների սկզբներին դեպի Ռուսաստանի Դաշնություն ահագնացող արտագաղթ է գրանցվել, ապա վերջին տարիներին այն կա ուղղակի պահպանվող տեմպով։ Ինչու է հայի համար բացի հարմարավետությունը երկրորդ տուն դարձել Ռուսաստանը։ Սոցիոլոգի բնութագրմամբ դա ցանկություն չէ, այլ անհրաժեշտություն։ Ոմանց համար դա աշխատատեղերի բացակայությունն է, ոմանց համար վաղվա օրվա հանդեպ հավատքի պակասն է եւ կամ որակի, կենսավորակի ոչ համապատասխանությունը իրենց պահանջմունքներին, իրենց ցանկություններին։ Այս իմաստով բոլոր շերտերից մեր հասարակության ներկայացուցիչները գտնում են պատճառներից մեկը երկուսը իրենց համար։ Առաջին հայացքից միգրացիա կոչվող երևույթը երբ դառնում է արտագաղթ, դա արդեն անվտանգային խնդիր է Հայաստանի համար, ահազանգում են մասնագետները։ Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը նշում է, որ չափավոր արտագաղթը նույնիսկ անհրաժեշտ է։ Վտանգն այն է, ըստ տնտեսագետի, երբ արտագաղթում է գիտելիքով զինված երիտասարդը։ Բայց այստեղ էլ Վարդանյանը այլ երկրների փորձը հաշվի առնելով բացահայտել է ելքը։ Ըստ նրա, ուղեղների արտահոսքը պետք է վերածել օգուտներ ուղեղներից։ Նրանք, ովքեր մտավոր բարձր կարողությունների տեր են, հատկապես հետազոտությունների ոլորտում, բարձրակարգ, բարձր տեխնոլոգիական ոլորտներում կարող են զբաղված լինել արտասահմանում, իրենք օգնում են փոխանցելու գիտելիքը, տեխնոլոգիաները։ Ուղեղների արտահոսքը վերնացում օգուտներ ուղեղներից։ Գագիկ Վարդանյանին մտահոգում է ոչ միայն այն, որ քաղաքացիների 60%-ն արտագաղթում է Ռուսաստանի Դաշնություն, այլ այն, որ Ռուսաստանից եկող փոխանցումները նախկին մակարդակը չունեն։ Կապված տրանսֆերտների հետ արտագաղթածներից կամ արտասահմանից իրոք կարող է խնդիրներ առաջանան, մասնավորապես ամենամեծ առյուծի բաժին այդպես տրանսֆերտների առումով, որը Ռուսաստանից են գալիս։ Թե ինչով պետք է լրացվի դա։ Եթե առաջանցիկ տեմպերով տնտեսությունը զարգանար, այսինքն ստեղծվեին ինչ-որ նախադրյալներ, որ մենք կարող ենք անցում կատարել նոր իրավիճակի, եթե մենք որոշել ենք, որ ընդհանրապես տնտեսական հարաբերություններ չպետք է ունենանք, այսինքն ինքնիստիկյան դա այդպես կստացվի, այդ դեպքում այդ
պակասող գումարները կամ տրանսֆերտները ինչով պետք է լրացվեն։ Ռուսաստանն ըստ մասնագետների փաստարկների այլևս դադարեց լինել Հայաստանի համար մեղմ ասած բանկոմատ։ Այժմ ընտանիքները ըստ սոցիոլոգ տնտեսագետների ստիպված են ապավինել ոչ թե արտասահմանից եկող գումարներին, այլև տեղում ստեղծված աշխատանքին կամ Միացյալ Նահանգներ Եվրոպայից եկող ավելի կայուն փոխանցումներից։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏՀ Հայաստան Նյուզ, Երևան։ 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ Ռուսաստանի Դաշնության ծխեր վարժական հավաքների պատճառով։ Քաղաքացիները դժգոհում են, որ հավաքների կանչվում են ընտրովի։ Ընդդիմությունն էլ շարունակում է բարձրաձայնել ճնշումների, ընտրակեղծիքների մասին, իսկ իշխանությունը նրանց մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Տիկին Ալեքսանյան, քաղաքացիները շարունակում են դժգոհել, որ վարժական հավաքների կանչվում են ընտրովի եւ հատկապես դժգոհում են օդանավակայանում ռազմական ոստիկանության աշխատանքից։ Այս առումով դուք ինչ արձանագրումներ ունեք, հիշեցնենք, որ նաեւ հոգեվորականների էին կանչել հավաքների։ Նախ հայտնի չի, թե ինչ սկզբունքով են իրենք տանում վարժական հավաքների։ Մենք հրապարակային որևէ հայտարարություն, թե որն է այդ օրինական միջոցը, որով տանում են, երբևէ չենք լսում պաշտպանության նախարարությունից։ Ես ձեզ կարող եմ հիմա մի շատ արտառոց դեպք պատմել, օրինակ իմ հարևանը ամուսնացել է եւ Մոսկվայից է երիտասարդը, ում հետ ամուսնացել է, եւ հարսանեկից հետո պետք է Մոսկվա գնային։ Այդ երիտասարդը Մոսկվայից է եւ օդանավակայանում պատկերացնում ես նորապսակներին երիտասարդին ուղակի չեն թույլ տվել, որ նա թողնելով իր նոր հարսնացուին նրան տարել են ուրեմն վարժական հավաքների։ Սա համարում եմ, որ մի բառ կա էլի, որ պետք է այստեղ օգտագործես, բեսպրեդել էլի, անօրինականություն, ոչ ծանուցագիր է ունեցել, ոչ տեղյակ է եղել որևէ բանից։ Ընդ որում այդ երիտասարդը Մոսկվայում ապրելով մասնակցել է, եկել է 44-օրյա պատերազմին, պատկերացնում եք 20 թվի։ Եվ այդ ամուսնության օրը նրան ուղակի վերցնել ու տանել վարժական հավաքների, ես տեսնում եմ, որ ուղակի կամայական ինչպես ուզում են, այդպես անում են, ասենք ինչպես որ երկրի վարչապետն է առաջնորդվում, ոտնահարելով օրենքները, նույն օրինակ եկեղեցու դեպքում մենք տեսնում ենք, թե ասենք ինչպես է խախտվում սահմանադրությունը, օրենքները, իդեպ ասեմ, որ երկու քահանաներին էլ տարան վարժանքների, որոնք Ռուսաստանից էին ժամանել, բայց նրանք սուսուփուս գնացին այդ վարժանքներին, բայց պատկերացնում եք արտառոց է իրոք էլի, որ նորապսակներից մեկին, այսինքն սա ինձ թվում է ծաղրում էր անգամ մարդկանց, ուրիշ տպավորություն ես չունեմ։ Ոչ կարգ կա, ես համոզված եմ, որ բազմաթիվ են այն մարդիկ, որոնք կգնան այդ վարժանքներին, եւ կարիք չկա, որ նրանց որս անեն օդանավակայաններում եւ այլուր, առանց ընդհանրապես հաշվի նստելու նրանց իրավունքների օրինականության հետ։ Այս վիճակն է այդ վարժական հավաքների սա համատարած է։ Այսինքն կարծում եք, որ սա պատժի գործիքի է վերածվել։ Գիտեք ոնց, ասենք այդ երիտասարդի դեպքում ես մտածում եմ, իսկ ինչ ուզում են անում են, ծաղրական մոտեցում կա ինձ թվում է ամուսնացող նորապսակի նկատմամբ, ասենք հարսանեկից հետո եկել են օդանավակայանում, որ գնան։ Սա ինձ թվում է, որ ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերում ընդհանրապես մարդկանց եւ այդ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ նախընտրական տերորը հիշում եք, որ պետք է Ռուսաստանից եթե եկան եւ ավելի շատ փողեր են բերելու այստեղ, չգիտեմ, ընտրություններին են մասնակցելու եւ այդ որսը սկսվել է հենց այդ ընտրություններից նախորդող ժամանակահատվածում եւ փաստորեն ընտրություններից հետո դա դեռ շարունակվում է։ Եվ մարդը ունի նախընտրելու իրավունք։ Եթե դուք չեք արգելել, չեք զրկել նրան այդ իրավունքից, նա պետք է գա եւ իր ընտրությունը կատարի։ Ես նույնիսկ դեպք գիտեմ այդ նախորդող շրջանին ընտրությունների, մարդիկ թաղման էին եկել եւ ոչ թե եկել են ընտրությունների
նրանց տևական ժամանակ պահել են եւ հետո վերջապես որ համոզվել են որ թաղման արարողությանն են եկել նոր իրենց ուրեմն ազատ են արձակել չգիտեմ ինչ ասեմ ուղղակի Տիկին Ալեքսանյան Ընդդիմությունը շարունակում է բարձրաձայնել ճնշումների, ընտրակեղծիքների մասին, իսկ իշխանությունը նրանց մեղադրում է ընտրակաշառք բաժանելու մեջ, հարուցվել են եւ շարունակվում են հարուցվել բազմաթիվ քրեական գործեր, ընդդիմադիր ուժերի տարբեր ներկայացուցիչներ շարունակում են կալանավորվել, այս ամենի վերաբերյալ ինչ դիտարկումներ եւ արձանագրումներ ունեք։ Գիտեք, ես մի անգամից ասեմ, որ նախ ես պաշտոնական տվյալներ ասեմ, մի 10 օր առաջ հակակոռուպցիոն կոմիտեն մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի հարուցվել էր 115 քրեական վարույթներ ընտրակաշառքների դեպքերով, որից 242 անձի նկատմամբ էլի քրեական վարույթներ են հարուցված, բայց ընդամենը 14 գործ է ավարտվել մեղադրական եզրակացությամբ։ Դուք պատկերացնում եք, այսինքն նախընտրական շրջանում դա ուղղակի քրեական հետապնդումների տերոր էր, մարդկանց ուրեմն տեղամասերից, նույնիսկ ընտրությունների օրը կարծեմ կար այդ դեպքերը, եւ դրանից առաջ մարդիկ, որոնք զբաղված են խոսքը եւ ուժեղ Հայաստանի, եւ ուրեմն Հայաստան դաշինքի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի մասին է բոլորին էլ, բայց ավելի շատ ուժեղ Հայաստանից։ Այսինքն մարդկանց խոչընդոտում էին նրանց աշխատանքին։ Ուզում եմ ասել, որ այդ ամեն ինչը գեթ մեկ դատական ակտ չկա, որտեղ հաստատվել է, որ ընտրակաշառք է վերցել այս մարդը կամ բաժանել։ Չկա դատական ակտ։ Իրենց պաշտոնական տվյալներն են դրա մասին վկայում։ Գդանսկում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովը։ Մասնակցում են մի քանի տասնյակ երկրների պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվում են Ուկրաինայի վերականգնման հեռանկարները, նախատեսվում է ստորագրել շուրջ 200 համաձայնագիր եւ հուշագիր։ Դրանց թվում կլինեն նաեւ մի շարք փաստաթղթեր, որոնք անմիջականորեն առնչվում են Լեհաստանի տնտեսական շահերին։ Վարշավայի եւ Կիևի միջև վերջին օրերին նկատվող լարվածության ֆոնին քննարկվում էր, արդյոք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի Գդանսկի համաժողովին։ Վերջնական որոշմամբ Ուկրաինան կներկայացնի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ այդ ձևաչափը կարող է նպաստել առավել առարկայական եւ կառուցողական բանակցություններին։ Նա նաև հույս է հայտնել, որ համաժողովը կօգնի մեղմել լարվածությունը Վարշավայի եւ Կիևի հարաբերություններում։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է Ուկրաինային տրամադրվող օգնության մասին։ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Եվրոպական միությունը եւ նրա անդամ պետությունները 200 միլիարդ եվրո են տրամադրել տնտեսական, ֆինանսական եւ ռազմական աջակցություն։ Ուկրաինայի աջակցության վարկի շրջանակում մենք առաջիկա 2 տարիների ընթացքում կտրամադրենք լրացուցիչ 90 միլիարդ եվրո։ Այսօր մենք փոխանցում ենք այս վարկի առաջին տրանշը 3.2 միլիարդ եվրո միկրոֆինանսական օգնություն։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։